2026 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը աճել է 14%-ով, տարեսկզբին արձանագրված 1,6 միլիոնից հասնելով 1,8 միլիոնի։ Այս կամ այն ծառայությունից ապահովագրական փաթեթի օգտվել է 782,404-ը։ Փաստորեն գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրական փաթեթում ներառված որևէ ծառայությունից կամ ստացել է որևէ դեղ։ Իսկ միայն որ դեղորայք է ստացել, նման շահառուների թիվը մեր մոտ շուտ 35,961 է։ Համակարգի ավելի քան 6 ամսվա գործունեության դրական այս ցուցանիշը պայմանավորված է Հայաստանի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև 200,000 դրամ եւ ավելի ամսական աշխատավարձ ստացող քաղաքացիների թվով, հայտարարեց Սամվել Խարազյանը, հավելելով. Եթե մենք հաշվի չառնենք օրինակ դեղորայքի ծախսը, ապա մեր մեկ շահառուի հաշվով ծախսը միջինում կազմել է վերջին ամիսներին 60,000-ին մոտ, իսկ հունիս ամսին 61,000 դրամ։ Խարազյանի խոսքով ցուցանիշները վկայում են նաև այն մասին, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով նախկինում չեն կարողացել համապատասխան բուժօգնություն ստանալ, այժմ շնորհիվ պետական այս ծրագրի ազատորեն օգտվում են համակարգի տրամադրած ծառայություններից։ Ապահովագրության համակարգի ներդրման նպատակներից մեկն էլ նա է, որպեսզի մեր քաղաքացիները դիմեն առողջական կարիքների դեպքում եւ հասանելի դարձնենք մենք ծառայությունները մեր քաղաքացիների համար, որտեղ տարատեսակ հարցումների հիման վրա մենք ստանում ենք տեղեկատվություն, որ ավելի քան 20% մեր քաղաքացիների ուղղակի առողջապահական ծառայություններից չեն օգտվում ֆինանսական պատճառներից ելնելով, իսկ 50-60%-ն ինքնաբուժմամբ են զբաղվում եւ դրա մեջ էլ նույնպես կար թաքնված հենց այդ ֆինանսական պատճառներից ելնելով չդիմելու այդ հիմքերը։ Հունվարից հունիս շահառուներին արդեն իսկ փոխհատուցվել է ավելի քան 102 միլիարդ դրամի ծառայություն եւ դեղորայք։ Խարազյանի տեղեկացմամբ հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասը ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը։ Ծառայությունները իրենց բնույթով ներառել են թե սրտի վիրահատությունները, բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորումներ, ստենտավորումներ, անոթների ստենտավորումներ, նաև կյանքի որակի բարելավմանը միտված ծառայություններ, օրինակ կոնքազդրային հոդի փոփոխություններ, աչքի կատարակտայի վիրահատություններ եւ տարատեսակ այլ վիրահատություններ, որոնք զգալիորեն փոխել են մեր քաղաքացիների կյանքի որակը, դրանով նպաստելով նրանց հետագա ներառումը եւ նրանց կենցաղավարության ուրեմն բարելավմանը։ Հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև նշեց, որ կես տարվա ընթացքում դուրս է գրվել 2,6 միլիոն դեղատոմս եւ հունվարի համեմատ այս թիվը աճել է մոտ 3 անգամ։ Ամենաշատ նշանակվող դեղերը եւ ամենաշատ փոխհատուցված, այսպես ասենք, դեղերի խմբերում առաջատարը, ինչպես եւ սպասելի էր սիրտանոթային հիվանդությունների հսկման համար անհրաժեշտ դեղորայքն է, շուրջ 61% ընդհանուր փոխհատուցված դեղերի մեջ, հաջորդ տեղը, երկրորդ տեղը զբաղեցնում է հակաշաքարախտային դեղերը, շուրջ 15%, հակամարիային եւ շնչառական համակարգի վրա ազդող դեղորայք նույնպես փոխհատուցվել է ապահովագրության փաթեթի շրջանակներում, հիմնականում ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների բուժօգնության նպատակով, ինչպես նաեւ ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքում եւ այլ հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների դեպքում նույնպես փոխհատուցվել են համապատասխան փաթեթում արկա դեղերը։ Հիշեցնեմ, համընդհանուր ապահովագրության եռափուլ համակարգի առաջին փուլի շահառուներից են 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, 65 եւ ավելի բարձր տարիքի թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկան երեխաները։ 2027 եւ 2028 թվականներին կներդրվեն նաեւ երկրորդ եւ երրորդ փուլերը, այսպիսով ծածկելով ամբողջ
բնակչությանը։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։